Մենք տեսանք, որ օկուպացված Շուշիում Ալիևը ուղղակիորեն քացով խփեց Ռուսաստանի ծնոտին, իր անվերապահ աջակցությունը հայտնելով Զելենսկուն, ուկրաինացի պրոպագանդիստ Գորդոնին ասելով, որ երբևէ չհաշտվեք օկուպացիայի հետ եւ ի պատասխան այս հակառուսական այս սպիչի, այս ելույթի մենք տեսանք Պիսկովի փիսիկ դարձած, վախվորած մլավոցը, որ ինքը ուղղակիորեն վախեցավ Ալիևին պատասխանել այն հոխորտանքով, ինչ հոխորտանքով իրենք օրինակ կարող են խոսել Հայաստանի հետ, որտեղ շատ լավ հասկանալի է, թե ինչ շահեր ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Ռուսաստանը եւ դրա համար Պիսկովը դարել էր պեսոկային փիսիկ եւ ընդամենը ասում էր, որ կարող է մենք բովանդակային առումով համաձայն չենք Ալիևի Շուշիում օկուպացված Շուշիում հայտնած մտքերի հետ Ռուսաստանի մասով, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ եւ թույլ չենք տա բարեկամ Ադրբեջանի հետ հարաբերությունների որևէ էսկալացիա